Աստծո ստեղծագործությունն այս լույսը ամեն օրը դրա համար եկեք շնորհակալություն ու գոհություն հայտնենք ամեն օրվա համար։ Դա օրհնությունը մարդիկ կան, որ արթնանում են, չգիտես որտեղ կարթնանան, աչքերը որտեղ կբացեն։ Երկու տեղ կա, կամ երկինք Աստծո արքայության փառքի մեջ կամ էլ մնացածը դու գիտեք։ Լավ է, որ Աստծո շնորհքով, Աստծո խոսքին լսելով մենք ընդունենք Աստծո սերը եւ խոսքը եւ լինենք այնտեղ, որտեղ իրականում Աստծո սիրտը փափագում է ես ու դու լինենք։ Օրհնալ այսօր գարնան առաջին օրը։ Շնորհավոր բոլորիս այստեղ հասկանում ենք, որ գարնանից հասկանում ենք Աստծո սերը, Աստծո գեղեցկություն, Աստծո փառքը, որ ցույց է տվել բնության մեջ։ Դա ուղղակի փոքր մի մասն է, որ Աստված ցույց է տվել իր փառքը երկրի վրա։ Դա ուղղակի ստեղծվեց իմ ու քո համար, որ մենք վայելենք։ Տեսնում ես Աստված ինչքան է սիրում մեզ։ Գարունը, ամառը, աշունը, ձմեռը, բոլորը ամեն ինչը ստեղծվել է, որ ես ու դու վայելենք ու փառավորենք իրեն։ Այսօր ուզում եմ խոսել երկու բանի մասին՝ աղի եւ լույսի, որը շատ կարևոր է մեր առօրյայի մեջ, աղն ու լույսը։ Առանց աղի եւ առանց լույսի մարդը երկար չի ապրի, խնդիրներ կունենա։ Դրա համար Հիսուսն էր անդրադառնում Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլուխ 13-14 համարների մեջ էր աղի եւ լույսի մասին էր խոսում Լեռան քարոզնա, այնտեղ որ սկսում է խոսել աշակերտներին եւ իրեն լսողներին։ Հիսուսն ասում է դուք եք աղը։ Եթե աղն իր համը կորցնի, ինչով կհամեմվի։ Այլևս ոչինչի պիտանի չի լինի, այլ դրա կթափվի ու մարդկանց կողմից ոտնակող կլինի։ Ասում է դուք եք աշխարհի լույսը, իր աղը, երկրի աղը։ Իրականում աղը շատ լավ բան է, թե ուտեստի մեջ գցելը եւ անհամ հացը կամ անհամ ուտելիքը ոչ մեկին էլ հաճելի չի։ Եթե ուզում է մարդը իր ուտելիքը համեղ լինի, աղ է ցանում։ Եվ մենք էլ այսօրվա աշխարհի մեջ ապրողներս Քրիստոսի կողմից աղ ենք երկրի վրա, համ տվողներ։ Եվ մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը ինքն էր լավագույն համ տվողը, աղը, աշխարհի վրա, որ նա եկավ։ Եվ եկավ ու ասեց դուք եք։ Ես էլ եմ աղը, բայց հիմա դուք եք, ինձ հավատացողներն են այս երկրի վրա աղն ու լույսը։ Հիսուսը հիշատակում է աղն ու լույսը, որ հրեաների համար ամենօրյա օգտագործման համար պիտանի էր, թե աղը եւ թե լույսը։ Նրանք հասկանում են, թե Հիսուսն ինչ ասում։ Եթե առանց աղի մարդը ինչ կունենա իր առօրյայի մեջ, առանց լույսի ինչ խնդիրներ կունենա իր կյանքի մեջ։ Դրա համար այսօր որ խոսում ենք աղի լույսի մասին, ուղղակի հոգևոր տեսակետից ենք նայում եւ իր արժեքների եւ կարեւոր լինելու մասին նայենք այսօր։ Անհամ աղ արտահայտությունը այստեղ Հիսուսը արտահայտում է պարադոքս, որպես գեղարվեստական է տեքստին ավելի ուժեղ համ տալու համար, շեշտադրելու աղին ու լույսին։ Օգտագործում այդ բառը առակների մեջ, իր խոսքը ներգործելու ավելի ուժեղ ցույց տալու համար։ Եվ հիմա հասկանում ենք, որ Հիսուսն այստեղ աղը օգտագործում է ասելով կարևոր դեր ունենալով։ Մենք գիտենք աղը ինչ է նաև ցույց տալի, չէ՞։ Աղը չի թողնում, որ միսը նեխի։ Աղը չի թողնում, որ սառույց լինի։ Աղով մենք ձմեռը սառույց ենք հանեցնում։ Երբեմն մեր աչքի կաթիլներն էլ աղի է լինում։ Այնպես որ աղը յուրահատկություն ունի մեր կյանքի մեջ, բայց շատ կարևոր դեր ունի։ Աղ ուտել այդքան էլ հաճելի չի, բայց մեր ներսում աղ ունենալը ուտելիքի հետ, սնունդի հետ ուտելը համով է դառնում մեր կյանքի մեջ։ Դրա համար լավ է, որ խոսքն էլ աղ է մեր համար։ Խոսքը մեր պահում է, եթե առատ ենք լինում խոսքի մեջ, ամեն սառնություն, ձմեռը կարելի է հոգևորացնել, որ բոլորս էլ այդ ձմռան ժամանակների մեջով անցնում ենք։ Եթե աղ ունենք մեր կյանքի մեջ, կամաց այդ սառույցները կարող ենք մեր ներսի հանեցնել։ Ամեն։ Աղը խոսում է Հիսուսի խոսացած աղը խոսում է ազդեցության մասին։ Թե մենք որքանով ենք երկրի վրա այս աշխարհի մեջ ազդեցիկ հոգևոր դաշտի մեջ եւ այս աշխարհի մեջ։ Աղ ունենալով մեր կյանքի մեջ, մենք այս կյանքի մեջ եւ հոգևոր դաշտի մեջ ազդեցիկ ենք լինում։ Հիսուսն ասում է, եթե աղը կորցնի իր համը, եթե մենք կորցնենք մեր ազդեցությունը, ոչ մի բան մենք այս երկրի վրա
ազդելու չենք էլ կարող ազդել։ Այ կամաց սկսում է աշխարհը մեր վրա ազդել։ Հիսուսն ուզում էր ասել դուք պիտի ազդեք այս աշխարհի վրա։ Ինչպես ես եկա եւ ազդեցություն թողեցի, իրականում մեծ ազդեցություն թողեցի Հիսուս Քրիստոսի երկրի վրա, եւ այն ասեց նույն ձևով էլ դուք եք այս երկրի վրա։ Այն խոսքը, որ Հիսուսն ասում է, ինչպես որ ես եմ, մենք էլ ենք այդպես երկրի վրա, աղ եւ լույս։ Մնացած բաներն էլ մենք կարող ենք անել։ Հիսուսն ասաց, ինչպես որ ես էլ արեցի, դուք էլ կանեք։ Եթե աղ ունենք, ուրեմն կարողանում ենք սիրել, սա մեծագույն բանն է, որ այսօր մենք կարող ենք անել այս աշխարհի մեջ։ Սիրել ու ներել։ Եթե սիրում ու ներում ենք, աղ ունենք մեր կյանքի մեջ։ Եթե չէ, ուրեմն արդեն համը դուրս է եկել։ Եկեք աշխատենք, որ մենք բոլորս ինչպես աղ ունենալ, ամեն ժամանակ Քրիստոսի առաջ գալ եւ ասել Տեր, ես քո կարիքն ունեմ, ես քո աղի կարիքն ունեմ։ Այսինքն, երբ որ գալի ասում ենք Սուրբ Հոգի, ես ուզում եմ լեցվել քեզանով, քո կրակով։ Երբ որ մենք լեցվում ենք ամեն անգամ Սուրբ Հոգով, դա մեր ներսում աղը ավելանում է։ Ինչքան որ թույլ ենք տալիս, որ պակասի մեր հարաբերությունն Աստծո հետ, այնքան աղը իր համը կորցնում է։ Հիսուսը խոսում էր աղի մասին եւ անհամ աղի մասին։ Անհամ աղը ոչ մի բանի պիտանի չի, ազդեցություն չունի ոչ մի բանի մեջ։ Եթե միսն էլ աղով համեմես անհամ անմշակ աղով, ինքը չի կարող իր ազդեցությունը ցույց տա։ Եթե մենք ուզում ենք անհամ աղ լինելով այս երկրի վրա ազդեցություն ունենալ, չենք կարող հոգևոր դաշտի մեջ եւ երկրի վրա մարդկանց կյանքերի մեջ ազդեցություն ունենալ։ Ինչպես որ Հիսուսը շարժվեց բարություն անելով, բժշկելով ու սիրելով ու ներելով, դա աղն էր։ Եվ այս անհամ աշխարհի մեջ ինքը համ տվեց։ Գիտենք աշխարհն անհամ է, մեր շուրջը անհամ է, շատ մարդիկ կան, որ անհամ են։ Ինչի համար են գալիս քո կողքը հավաքվում, քեզանից լսում, դու էլ չգիտես, բայց ասեմ, Աստված բերում է քո մոտ, որ քո այդ փոքր աղից մի քիչ փոխանցվի իրանից, որ դու համ տաս իրան։ Քրիստոսի անուշ հոտն ենք մենք երկրի վրա։ Լավ հոտն ենք, աղը բարի, աղը լավ բան է երկրի համար։ Եվ առանց աղի ոչ մի բան մեր կյանքի մեջ տեղի չունենա։ Դրա համար ասենք Տեր Աստված, ես կարիք ունեմ իմ անհամ կյանքի մեջ մի փոքր համ ավելացրա։ Իմ անլույս կյանքի մեջ ուզում եմ իմ կյանքի մեջ քո լույսը լինի, որպեսզի կարողանամ ավելի ազդեցիկ լինեմ։ Գիտես, փառքի մասին չի խոսում, ազդեցիկ լինելը։ Ազդեցիկ լինելը նպատակ ունի, Աստծո ավետարանը որպեսզի տարածվի։ Հիսուս Քրիստոսի փառքը երևա։ Հիսուսն էլ եկավ որպես աղ եւ լույս երկրի վրա, ինչի համար, որպեսզի Աստծո փառքը երևացնի երկրի վրա։ Ինձ ու քեզ մտերմացնի Աստծո հետ։ Նպատակներից մեկը դա է, Քրիստոսը պիտի փառավորվի։ Իմ աղ լինելով, մեր բոլորիս աղ լինելով, Աստծո փառքը պիտի երևնա երկրի վրա։ Միայն մաքուր զտված աղն է արդյունք տալիս։ Աղը զտելով արդյունք է տալիս, իր ազդեցությունը ցույց է տալիս երկրի վրա։ Եթե ոչ զտված աղը օգտագործենք, անհամ կլինի։ Բայց այսօր ես ուզում եմ ասել, Տեր, այդ զտված աղն եմ ուզում իմ կյանքի մեջ։ Կարող եք գնալ տունն ինչքան աղ էլ ուտեք, ձեզ օգուտ չի ունենա։ Բայց եսի հոգևոր այս մեր կյանքի մեջ, որ պիտի տեղի ունենա ամեն անգամ, ինչպես որ կարիք ունենք ամեն անգամ լցվելու Սուրբ Հոգով, մեր կյանքի մեջ ավելանում է աղը։ Եթե հայտարարվում է եկեղեցում ինչ-որ մի ծառայություն, օրինակ աղոթքաժամ, հավաքվում ենք աղոթելու, հավաքվում ենք փառաբանության երեկո անելու, հավաքվում ենք եղբայրներով, քույրերով, ամբողջ եկեղեցով աղոթելու, պաշտելու Տիրոջը, եթե այդ ժամանակ մարդու կյանքի մեջ, իմ ու քո կյանքի մեջ մի բան է բարձրանում, էլի աղոթք, էլի փառաբանություն, էլի հավաքվում են մեկտեղ, ուղղակի մի բան եմ ուզում մեզ ասել, մեզ փոխանցել, մեր աղը պակասել է։ Եթե այդ հայտարարության ժամանակ, անգամ աղոթքաժողովների ժամանակ, ծառայությունների ժամանակ հայտարարվում է, եթե մի փոքր հակասություն առաջանում իմ կյանքի մեջ, աղս պակասել է։ Ես ուզում եմ, որ այդ հատվածը աղով համեմված լինի։ Եթե ոչ, կամաց աղը իր համը կկորցնի, ես իմ ներգո ազդեցություն աշխարհի մեջ կթուլացնեմ եւ աշխարհը իմ կյանքի մեջ գլուխ կբարձրացնի, բայց հակառակը պիտի լինի։ Զտված մաքուր աղ ազդեցություն անենում եւ նպատակին է հասնում։
Սառույցը աղով են հալեցնում։ Հիմի որ այսօր նայենք մեր կյանքի մեջ վերջին օրերի մեջ ասում է ոմանց սերը կսառի։ Այդ նշաններից մեկն է, բայց թույլ տանք, որ վերջին օրերի մեջ ասենք դեռ չեմ ուզում իմ սերը սառի։ Եթե նկատել ենք, որ սառել է, ասում է կլինի, ուրեմն լինում այդպիսի բաներ։ Եկեք աղը օգտագործենք այդ սառույցը հալեցնելու համար։ Դիմացինինը չհալեցնենք, մերը հալեցնենք, դիմացինինը կհալի։ Ամեն։ Եկեք մեզ համ ու հոտ տանք մեր կյանքի մեջ, որտեղ համ ու հոտը Քրիստոսն է, հաղորդակցվելով անուշահոտ Քրիստոսի ներկայության մեջ եւ նրա մեր հոր հետ մենք անուշահոտով ենք լեցվում։ Օծանելիք վաճառողը իրանից անուշ հոտ է գալիս։ Բենզինի հետ գործանողը իրանից բենզինի հոտ է գալիս։ Դրա համար լավ է, որ մենք Քրիստոսի հետ մեր հարաբերությունները շտկենք, որպեսզի նրա անուշ հոտը գա։ Ամեն։ Մենք ենք երկրի աղը, եւ կա աղ եւ կա անհամ աղ։ Այսօր մենք պիտի որոշումը սա է, որտեղ ես ուզում եմ իմ աղը երբեք իր հատկությունը չկորցնի։ Ես ուզում եմ իմ կյանքի մեջ լույսը երբեք չմարի։ Ժամանակ առ ժամանակ, որ լույսերը գնում են, խավար տեղը նստելով մի քիչ տրամադրությունը տնկնում է։ Բայց չթողնենք, որ մեր կյանքի մեջ այդ լույսը մարի։ Եվ Սուրբ Օգնությունը չթողենք, որ տրտնի մեր կյանքի մեջ։ Մարկոս Ավետարան 9:5 ասում է. «Աղ ունեցեք ձեր մեջ եւ իրար հետ խաղաղությամբ ինչ արեք, խաղաղությամբ ապրեք»։ Աղ ունեցեք ձեր մեջ, աղ ունենանք մեր մեջ, որպեսզի կարողանանք դիմացինից հետ խաղաղ խոսել, խաղաղ վարվել, խաղաղ ապրել։ Իմ խաղաղությունով դիմացինին այդ անխաղաղ վիճակից խաղաղության մեջ բերեմ։ Եթե չեմ կարողանում խաղաղ վարվեմ, խաղաղ խոսեմ, խաղաղ ապրեմ, ուրեմն ես կարիք ունեմ Աստծո ներկայությանը, բժշկություն գա իմ կյանքի մեջ։ Այդ ոլորտը մի քիչ վնասված է։ Եկեք ժամանակ առ ժամանակ գանք Աստծո առաջ, ասենք Տեր, իմ այս կյանքիս այս ոլորտի մեջ, իմ ներսում մի քիչ անխաղաղ պահեր ունեմ։ Ես ուզում եմ այս ամեն ինչը իմ կյանքի մեջ խաղաղվի քեզանով։ Խաղաղությունով խոսելը Աստծո շնորհքն է, որ կա մեր կյանքի մեջ։ Անխաղաղ ձևով խոսելը մարդկանց կյանքի մեջ ցույց է տալիս, որ աղը պակասել է մեր մեջ։ Մարդկա աղը շատ է սիրում ֆիզիկապես էլ ուտել, բայց նաև պիտի սիրում է կան։ Տեսել եք, որ փոքր երեխաները կավիճ են ուտում։ Ասում են ուրեմն թողեք այդ երեխեք այդ կավիճն ուտեն։ Իրանց ներսը այդ կարիքը ունի օրգանիզմը։ Մեր ներսը հոգևոր օրգանիզմը աղի կարիք ունի։ Իրականում աղի կարիք ունի։ Այս աշխարհի մեջ, այս անհամ աշխարհի մեջ, որ քանի գնում աշխարհը պղծվում ու ապականվում է, Հիսուսն ասում է ազդող եղիր այս աշխարհի մեջ, քան որ դու կազդվես։ Որովհետև վերջին ժամանակներն է, վերջին օրերի մեջ ենք ապրում, մեր համն հոտը պիտի չկորցնենք։ Այո, բոլոր հնարավոր է, որ սերը սավի, բայց եկեք այդ սառը վիճակից կարողանանք դուրս գալ։ Ղևտացիներ 2:13-ն ասում է ձեր ամեն մի զոհաբերությունը աղով թող համեմված լինի Տիրոջ առաջ, թող աղով լինի։ Զոհաբերությունից չպակասեցնես Աստծո ուխտի աղը, բոլոր զոհաբերությունների հետ միաժամանակ մատուցանես բերես աղը։ Այստեղ տեսնում ենք, որ Աստված կենտրոնանում է աղի վրա, նաև նշանակություն է տալի աղը։ Առանց զոհը, առանց աղի Աստծո առաջին ընդունելի չի լինի։ Անկամ զոհաբերությունն, անկամ ծառայությունները կենտրոնանանք, ինչ ձևով, ինչ կերպով, որ ես անում եմ ծառայությունը, այսի ծառայությունը, որ բոլորս հավաքվել ենք Աստծո առաջին կանգնելու, ինչպես եմ ես բարձրացնում ու պաշտպանում քեզ Աստծո առաջին։ Աղոթքս իմ տան մեջ ինչպես է բարձրանում Աստծո առաջին։ Ընթերցանությունը, որ ես կարդում եմ, աղ կա դրա մեջ։ Երբ որ զոհաբերություն եմ փորձում անեմ ծառայության մեջ, Աստծո արքայության մեջ, ավետարանի գործի համար, աղ կա դրա մեջ, թե ոչ։ Ուղղակի տալիս եմ, որ տալու համար, տալիս եմ, որ մարդիկ իմանան, որ տալիս եմ, կներեք, էսի մասին էլ է։ Մենք տալիս ենք, որ մարդիկ իմանան, թե տալիս եմ, որ Աստված փառավորվի։ Եթե մտածում եմ տալիս եմ Տեր, որ դու փառավորվես այս աշխարհի մեջ քո եկեղեցու մեջ, ուրեմն աղը տեղն է։ Զոհը աղով, աղված, համեմված է
եւ Աստծո առաջին դա ընդունելի է։ Ինչ կլինի, ինչ էլ որ արենք, պիտի աղով համեմված լինի։ Աստված նշանակություն է տալիս, զոհի հետ պիտի աղը լինի, համովածնում ամիսը։ Մեր աղոթքն է, մեր ծառայությունն է, մեր պաշտամունքն է, առանց աղի Աստծո առաջին ընդունելի չի։ Ազդեցություն չի ունենա հոգևոր դաշտի մեջ։ Իմ կարդացածս կմոռանամ, իմ աղոթքի մեջ հռչակումներս կմոռանամ, որովհետև ուղակի եմ արել։ Ուղակի ժամանակի ընթացքում ժամանակ ունեի կանգնել եմ աղոթքի եւ փորձել եմ ժամանակս լցնեմ աղոթքով։ Դա տեղին, անտեղին աղոթքը, որը հոգևոր դաշտի մեջ կորում է։ Մարկոս 9:48, որովհետեւ ամեն ոք կրակով է աղվելու եւ ամեն զոհ աղով է աղվելու։ Կամ ինձ որ կրակով է աղվում են, բոլորս էլ ասում ենք այդ կրակի միջով եւ ասում է ամեն զոհ կրակով աղա հարկավոր ամեն զոհին։ Զոհ ծառայությունը, ֆինանսները, ներդրումը, ինչ որ կա։ Դրա մեջ աղը շատ կարևոր հատկություն ունի։ Ձեր խոսքը միշտ շնորհքով լինի, աղով համեմված, որ իմանաք ինչպես պետք է պատասխանեք յուրաքանչյուր մարդկանց։ Կողոսացիներ 4:6։ Խոսքը համեմված պիտի լինի շնորհքով։ Եվ առաքյալը համեմատում է աղի հետ։ Եվ կա անհամ խոսք, կա համով խոսք։ Համեմունքները ուտելիքին, սնունդին շատ լավ բուրմունք է տալիս, եւ մարդուն հաճելի է լինում դա համտեսելը եւ ուտելը։ Նույնն էլ խոսքը պիտի համեմված լինի։ Միայն այստեղից խոսացողի խոսքը չէ, ընդհանրապես մեր կյանքի մեջ, որտեղ որ լինում ենք, ում հետ որ խոսում ենք, համով հոտով ենք խոսում նրանց հետ, որ նրանք տեսնելով մեր կյանքի մեջ այդ համ ու հոտը դառնում են դեպի Քրիստոսը, թե ասում են ես քեզանից ինչով եմ տարբերվում, ինչով եմ պակաս։ Մենք պիտի տարբերվող լինենք այս աշխարհի մեջ։ Աղով եւ լույսով ամեն մեր խոսքը պիտի համեմված լինի, ազդեցիկ լինի։ Ազդեցության մասին է խոսում Քրիստոսը։ Մենք պիտի ազդեցիկ լինենք այս աշխարհի մեջ, հոգևոր դաշտի մեջ, եւ ինքն էլ եկավ ազդեց եւ ասեց ցույց եմ տալիս օրինակը ձեզ, պարզ օրինակը, ինչպես որ ես եմ, այնպես էլ դուք եք այս երկրի վրա։ Աղ ասում է լավ բան է, բարի բան է, բայց ասում է եթե անհամանա, ինչով պետք է համովացնեք։ Կարող է կորցնել համը եւ կարող է չկորցնել, մեզանից է կախված։ Դրա համար լավ է որ ամեն ժամանակ այս վերջին օրերի մեջ կպնենք Աստծուն։ Ասենք Տեր, ես քո շնորհքի կարիք ունեմ, ես քո համի կարիք ունեմ իմ կյանքի մեջ համ բերելու։ Ամեն։ Շարունակելով Հիսուսն ասում է դուք եք այս աշխարհի լույսը։ Մատթեոս ավետարան 5:14-16։ Միջև որ կանցնենք Քրիստոսի խոսքերին, գիտենք, որ ի սկզբանե Աստված ստեղծել է լույսը։ Ծննդոց առաջի գլխի մեջ, որ նայում ենք, գրված ասում է անդունդի վրա խավար կար եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրայով, եւ Աստված ասես թող լույս լինի։ Եվ լույս եղավ, գրված ասում է, եւ Աստված տեսավ լույսը, որ բարի է։ Ամեն։ Եվ գրված է հաջորդ օրերի մեջ շարունակության մեջ ասում Աստված լույսը խավարից բաժանեց։ Ի սկզբանե խավարը տեղ չունեցել լույսի մեջ։ Եվ գիտենք, որ խավարն էլ ազդեցություն չպիտի ունենա լույսի վրա, այլ լույսը պետք է ազդեցություն ունենա։ Լույսը դա խոսում է մեր գործերը, մեր գործերի մասին է։ Մեր գործերով պետք է ազդեցություն ունենանք հոգևոր դաշտի մեջ, աշխարհի մեջ։ Գործերը խոսում է մեր համի մասին, թե որքանով ենք համ տալիս այս աշխարհի մեջ, որքանով ենք փայլում մեր գործերով։ Հիսուս Քրիստոսն ինքը Աստծո խոսքն էր։ Աշխարհը խավար էր եւ Աստված որոշեց իր խոսքը ուղարկի երկիր, որպեսզի խավարը լուսավորեր։ Երբ որ նա եկավ, աշխարհը լուսավորվեց։ Երբ որ հովիվներին Աստված հրեշտակը հանդիպեց ու խոսեց, երկինքը լուսավորվեց։ Խավար էր այդ ժամանակ, բայց այդտեղ լուսավորվեց։ Ինչի համար, որովհետև Քրիստոսը ծնվել էր։ Լույսը եկել էր աշխարհ։ Ինչպես որ ծննդոցի մեջ խավար կար, բայց Աստված ասեց թող լույս լինի։ Եվ Աստծո խոսքի համաձայն էր Քրիստոսը ուղարկվեց նետի նման արագ երկիր, որպեսզի խավարը լուսավորվի, որովհետև մենք նրա կարիքը ունեինք երկրի վրա։ Ամեն։ Քրիստոսը Աստծո խոսքն է։
Եվ մենք էլ Աստծո լույսն ենք երկրի վրա։ Ասում է տեսավ եւ հավանեց լույս։ Այսօր Աստված տեսնում է մեզ։ Ինչպիսի լույս տվողներ են, գիտես։ Մեկ որ Աստծո փառքի լույսի մասին խոսում են մարդիկ, այս լույսերը Աստծո փառքի ներկայության մեջ այդ լույսի մասին դա խավար է։ Այս լույսը Աստծո լույսի հանդեպ դա խավար է։ Պատկերացնում եք մենք ինչպես պիտի ինչ լույս տվողներ ենք երկրի վրա։ Երբ որ լույսը անջատվում է, խավարասերները առաջ են գալիս, գլուխ են բարձրացնում։ Եվ խավարասերները միայն սիրում են գիշերը ման գան։ Եվ դրա համար լավ է, որ միշտ թող լույս լինի եւ խավարասերները իրանց տեղում մնան։ Մեր կյանք հոգևորացնում ենք, մեր կյանքի մեջ ոչ մի խավարասեր թող գլուխ չբարձրացնի։ Խավարասեր մենակ մեր մտածած այդ խավարասերը չի։ Ես ասում եմ միշտ Աստծո ներկայությունից դուրս գալերն ու շակալները միշտ վխտում են։ Եթե մենք Աստծո ծածկոցից եւ Աստծո ներկայությունից դուրս են գալիս խավարը, այնտեղ շակալներն ու գայլերը սպասում են, որ մի փոքր դու դուրս գաս ու սկսեն հարձակվել քեզ վրա ու վնասելու։ Լավ է, որ այդ լույսը մեր կյանքի մեջ միշտ վառը մնա։ Մենք աշխարհի լույսն ենք։ Մենք աշխարհի աղն ենք։ Այս աշխարհին լույս տվողները, լուսատուները Քրիստոսի մենք ենք։ Թե ինչքանով ենք լույս տալի, խնդիրը իմն է, խնդիրը մերն է, եւ խնդիրն Աստծունը չի։ Հիսուսն ինքն էր աշխարհի լույսը եւ որոշված ճիշտ պահը եկավ, Հիսուսն եկավ աշխարհ եւ նա չթաքնվեց։ Մատթեոս ավետարանի մեջ 4:16-ում ասում է. ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած, մեծ լույս տեսավ եւ մահվան ստվերի երկրում բնակվողների համար լույս ծագեց։ Մատթեոս ավետարանը սա վերցրել է Եսայա 9:2-ից։ Մահվան ստվերի մեջ նստողները լույս տեսան։ Դա Հիսուս Քրիստոսի մասին էր խոսում եւ Մատթեոսը հաստատում է դա։ Ասում է նրանք լույս տեսան, մահվան ստվերի մեջ նստողները։ Մենք էլ մի ժամանակ մահվան մեջ տարուբերվում ենք այս աշխարհի մեջ, դեռ որ Քրիստոսին չենք հանդիպել, բայց երբ որ Քրիստոսին ես ու դու հանդիպեցինք, լույսով լեցվեցինք։ Մահվան շուքը գնաց մեզանից, մահվան ճնշումը գնաց մեզանից, ամեն, որովհետև կյանքը եկավ մեր կյանքի մեջ լուսավորելով մեր խավար տեղերը։ Եվ այսօր էլ կարող եմ ասել, Տեր, կարիք ունեմ քո լույսի։ Իմ կյանքի մեջ իմ սրտի մի հատված դեռ այնքան էլ լուսավորված չի։ Ուզում եմ, որ ամբողջովին այդ լույսը, պայծառ լույսը լուսավորի։ Ոչ մի խավար։ Ամեն, խավարին ասում ենք ոչ մեր կյանքի մեջ, անհամությանը մեր կյանքի մեջ ասում ենք ոչ եւ այո ենք ասում Աստծուն մեր կյանքի մեջ լույսին եւ աղին։ Աղը Քրիստոսն է, լույսը Քրիստոսն է։ Որքան որ հաղորդակցում ենք նրա հետ մենք համով լեցվում ենք եւ ավելի լուսավորվում ենք։ Եթե մեքենան լույս չունեցավ, խնդիր կունենա գիշերվա ժամանակ շարժվելուց։ Եթե ես լուսավոր չեմ, Աստծո լույսով չեմ շարժվում, գիշեր խավար ժամանակների մեջ խավարասերներ ինձ կվնասեն։ Դրա համար հիշում եք անապատի մեջ ինչ էր Աստված կրակով գիշերները լուսավորում Իսրայելի ճանապարհը, որովհետև այնտեղ շակալներ եւ վայրի գազաններ կային, կարիճների ծոցերից պահպանելու համար։ Անապատի մեջ միջև որ հասնեին խոստացված երկիրը։ Լույսը գայլերին քշում է։ Գիշերը որ դու կրակ անես որ անտառում գայլերը հասնեն քո մոտ, լույսից կվախենան ու կփախչեն։ Եկեք թող լույսը միշտ վառը մնա։ Գայլերն ու շակալներն էլ թող մեզանից փախնեն։ Եթե լույսը խավար է, դու վնասվում ես, համդ կորցնում ես, քո վրա ուզես թե չուզես ազդեցություն աշխարհից գալիս։ Դրա համար լավը մտնենք Աստծո ծածկոցի տակ։ Ասում է ժողովուրդը խավարի մեջ էր նստած։ Մենք նստած չենք խավարի մեջ, Աստծո լույսի մեջ ենք հիմներ նստած։ Եթե անգամ այստեղ խավարն իջնի, այսինքն լույսերն անջատվի, դա չի խոսում նրանից, որ մեր հոգևոր դաշտի մեջ լույսերը անջատվում է կամ խավարը հարձակվում է մեր վրա, դա նորմալ է մեր ժամանակների մեջ, բայց հոգևոր կյանքի մեջ այս լույսը շատ հզոր է։ Այդ լույսը հանդիպեց առաքյալին ճանապարհին, Պողոս առաքյալին լուսավորեց նրան ներսը, ներաշխարհը, որ իրականում ճանաչի ով է Հիսուս Քրիստոսը։ Եվ այսօր էլ կարիք ունենք, որ մեր միտքը լուսավորվի եւ հասկանանք, թե իրականում ով է այն լույսի Աստվածը, որ մեր կյանքի մեջ
այսօր կա։ Եսայիա 61-ի 61-2-ի համարներում խոսում է Երուսաղեմի ապագա փառքի համար, բայց դա մենք կարող ենք վերցնել կարդալով ու հասկանալ մեր ապագա փառքը, մեր երկրի ապագա փառքի համար, ամեն։ Վեր կաց ասում է եւ լուսավորիր, որովհետեւ քո լույսը եկել է։ Եվ Տիրոջ փառքը ծագեց, չի ասում ծագելու է, ծագեց արդեն քեզ վրա, վեր կաց, լույսը վերցրի ու լուսավորվի։ Ամեն սա վերցնում ենք մեր համար։ Իսրայելի համար էր այդ ժամանակների մեջ գրված, բայց հիմա երբ որ կարդում ենք սա, մենք կարող ենք ասել Տեր, սա ես իմ համար վերցնում եմ։ Անհատապես վերցնում եմ։ Մեր երկրի համար վերցնենք, ասենք, թող ծագի Աստծո փառքը մեր երկրի մեջ, մեր երկրի վրա, եւ ամեն խաղաղասերներ թող փախնեն։ Վեր կաց եւ լուսավորվի, որովհետեւ ծագել է լույսը մեր վրա։ Վեր կենանք մեր տեղից, բավականը նստենք ու հարմարվենք այդ խավար, հարմար, ճակերտավոր, անհարմար տեղերին, իրավիճակներին, որովհետև լույսը ծագել է 2025 տարի առաջ։ Եվ քո ապաշխարելուց սկսած, երբ որ ապաշխարել ես, վերստին ծնվել ես, լույսը քո կյանքի մեջ է եւ լուսավորել է։ Այդ լույսը ընդունելով մեր մեջ ու սկսենք Աստծո գործը գործել երկրի վրա։ Եվ ասում է մառախուղը ժողովրդին կծածկի, բայց Տերը ահա ծագում է քեզ վրա։ Աշխարհը իր խավար գործերով կփորձի մարդկանց ծածկել, բայց Աստծո փառքն ավելի զորավոր է, ավելի ուժեղ է, եւ ասում է ծագել է քեզ վրա։ Ազգերը կգան դեպի քո լույսը եւ թագավորները կգան քո ծագած պայծառ լույսի ետևից։ Ամեն։ Թագավորները կտեսնեն։ Եկեք այո հասկանանք, որ այո թագավորները կտեսնեն Հայաստանում ծագած են լույսը, որ պայծառ վառվում է։ Այն աղն ու համը, որ կա մեր երկրի վրա։ Եվ հոգևորացնենք մեր կյանքի մեջ էլ թող դա այդ աղն ու լույսը լինի, ամեն։ Եվ թող մարդիկ տեսնեն ու դառնան դեպի Աստծուն։ Երբ որ կարդում եմ Մարգարության այն հատվածը, որ ասում է վերջին օրերի մեջ մարդիկ կգան ձեր հանդերձներից, կկպնեն ու կքաշեն, ասեն ես ուզում եմ գամ, պաշտեմ քո Աստծուն, որին դու պաշտում ես։ Տեսնում են այդ լույսը, պիտի տեսնեն այդ լույսը, պիտի տեսնեն այն աղին ու քո կյանքի մեջ, որպեսզի վազեն այդ աղ տվողին։ Ամեն։ Ասում 10 հոգի կհավաքվեն եւ կգան քո շուրջը։ 10 հոգի, 5 հոգի, որքան որ կհավաքվեն, դա Աստծո փառքն է։ Սաղմոս 119-105 ասում է քո խոսքը ճրակ այն ոտքերի, առաջ եւ լույս իմ ճանապարհների համար։ Լույսը, խոսքը, լույս է իմ ու քո համար։ Մենք խոսքով պիտի առատ լինենք։ Մեր ճանապարհները լուսավորվում են խոսքով։ Լույսը ասեցի դա մեր գործերն է։ Ինչպիսի գործերով ենք մենք գործում եւ հաջողվում այս աշխարհի մեջ։ Աստծո ավետարանի մեջ, Աստծո արքայության ավետարանի մեջ ինչպիսի գործեր ենք անում։ Լույսը փայլում է, պայծառ է, ժողովուրդը երբ որ տեսնի կփառավորի, կմեծարի մեր Աստծուն, որին մենք պաշտում ենք, դա նա է, որ կտեսնի մեր գործերը։ Կհասցնենք Աստծով կարդանք այդ հատվածը, ասում մարդիկ կտեսնեն ձեր գործերը եւ կփառավորեն Աստծուն։ Գործեր, որ փառքաբերում մեր Աստծուն։ Գործեր, որ փառքաբերում մեզ։ Այս երկուսը մեծ տարբերություն կա։ Եթե փառքաբերում մեզ, ուղղակի մենք ենք փառավորվում։ Եվ այստեղ Աստված չի փառավորվում բնականաբար, բայց այն գործերը, որ փառքաբերում Աստծուն, դա փայլում Աստծո առաջին եւ բարի է, եւ մարդիկ են կտեսնեն եւ կուրախանան ու կմեծանան։ Մատթեոս 5:14-16-ի մեջ ասում է մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել, եւ ոչ էլ ճրակը վառում են եւ դնում են գրվանի տակ, այլ աշտանակի վրա են դնում, որպեսզի լույսը տարածվի ամբողջ տան մեջ եղողների համար։ Ասում եմ մի քաղաք, որ կառուցված է ժայռի վրա, անհնար է, որ այդ քաղաքը չերևա։ Անհնար է, որ մենք Քրիստոս ժայռի վրա ենք կառուցված, անհնար է ծածկվենք ու աշխարհից ծածկված լինենք, աշխարհի կենտրոնացման կենտրոնում ենք գտնվում, աշխարհը մեզ պիտի տեսնի, մենք չենք կարող թաքնվել։ Լույս երբ որ վառվում է, պիտի ճրակակալի վրա լինի, գրվանի տակ պիտի չլինի։ Գրվանը 13 լիտրանոց ինչ-որ տարողություն էր, չափման աման էր, 13 լիտրանոց եւ ասում է չէ բաժ լույսը դնեն տան մեջ, գրվանը վրան դնեն։ Այսինքն լույսը որ վառվում է իմ կյանքի մեջ, երբ որ մենք գործում ենք, դա միայն իմ համար չի,
տան անդամների համար ամեն, պիտի այդ լույսը տեսնեն բոլորը եւ դառնան դեպի լույսը։ Եվ հիմի հարց գրվանը լույսի վրա է, թե լույսը ճրագակալի վրա է մեր կյանքի մեջ։ Եկեք գրվանը հանենք, ծածկոցը հանենք մեր վրայից, որպեսզի աշխարհը տեսնի այն լույսը, որը մեր կյանքի մեջ է։ Շարունակության մեջ ասում այդպես էլ թող լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում։ Ամեն։ Մարդ կա 30 տարի, ինչքան որ ապաշխարում է գրվանի տակ լույսը, ինքը իր համը կորցրած է։ Այդ ամանը պիտի վերցվի իր վրայից։ Ինչպես է լինում Աստծո առաջ գալով, ապաշխարելով, Տեր, ես այդ գրվան իմ կյանքից վերցնում եմ։ Մարդիկ կան, որ գրվան են գցում մեկը լույսի վրա, լույսն են մարեցնում, կրակն են հանգցնում։ Այդ ամենն էլ Աստծո առաջին մարդիկ պիտի հաշիվ տան։ Մարդ կա, որ կրակը կրակով վառվում ու բորբոքվում է, մարդ էլ կա, որ կրակի վրա ջուր անեցնում։ Ջուր լցողներ էլ կան այսօր էլ, անհամ տվող մարդիկ էլ կան մեր վերջին ժամանակների մեջ։ Խավարը սկսում է ավելի ակտիվանալ, բայց մենք էլ պիտի սկսենք ակտիվանալ այս երկրի վրա։ Վերջին օրերի մեջ խավարը ակտիվանալ ինչպես է լինում։ Խոսվում է նրա մասին, որ սխալ վարդապետություններ եւ ուսուցումներով կմտնի եկեղեցի, ոչ թե աշխարհ, եկեղեցի։ Սա խոսում է նրա մասին, որ ինքը սկսում է ակտիվանալ։ Եվ իմ լույսն էլ այս վերջին օրերի մեջ ավելի ուժեղ ու ազդեցիկ պիտի լինի մեր գործերով ու մեր համով, որպեսզի կարողանանք այդ անհամությունը վռնդել մեր կյանքից եւ եկեղեցիների մեջից։ Քրիստոսն ասաց, ես եմ լույսը, Քրիստոսն ասաց, ես եմ աղը, Քրիստոսն ասաց, ես եմ բժիշկը, ես եմ մեռելներից հարություն տվողը, եւ շարունակության մեջ ասում է, ես եմ սերը, բոլորն էլ մենք ենք բացի սերից, Հիսուսն է սերը, եւ ընդունելով Քրիստոսին, այդ սերը բնակվում է մեր կյանքի մեջ, ինքը սիրո աղբյուրն է։ Այն մնացած որ այս կյանք տվողը դուք եք, կարող մենք էլ ենք կյանք տալիս, մենք էլ ենք մեռելներին հարություն տալու, աղոթենք, որ Աստծո փառքը, ճոխությունը տալու չենք տվել, բայց Իչեն ներները գոնե մեկ մերել հարություն տան։ Հիսուսն ասեց, ինչպես որ ես գործեցի, այնպես էլ ես ու դու պիտի գործենք այս երկրի վրա։ Սիրեցին, ներեցի, կարևորագույն գործերից մեկն է, որ ես ու դու պետք է կարողանանք անել։ Հիսուսի մասին գրված էր, բայց հետաքրքիր է ինքը մենակ չգործեց։ Այն ինչ որ Իրանից կար, փոխանցվեց մեզ։ Այն ինչ որ Մովսեսից կար, հիշում եք, որ Աստված վերցրեց 70 հոգու վրա դրեց։ Մենակ դա տեղի չի ունենում։ Հիսուսն էլ մենակ չգործրեց։ Իրանից փոխանցվեց 12-ին, 12-ից 70, հետո 500, հետո եկի հասել է մեր ժամանակները։ Այդ շնորհքը, լիությունը փոխանցվել է մեզ։ Դու քաղաք ես չես կարող ծածկվել։ Լեռան վրա քաղաքը չի կարող ծածկված լինել։ Ամեն։ Քրիստոսի վրա կառուցված տունը, քաղաքը չի կարող ծածկված լինել։ Մենք պիտի փայլենք մեր անուշահոտությունով եւ մեր գործերով։ Փարոսի նպատակը գիտեք որն է։ Մոլորված մարդիկ ծնվելուն, որ շրջագայում են, լույսը տեսնում են, գալիս են Փարոսի մոտ։ Մենք Փարոսներ ենք այս աշխարհի մեջ։ Եվ եկեղեցին Քրիստոսի մեծագույն Փարոսն է երկրի վրա խավար տեղերում կառուցված, որ պիտի խավար տեղերից մարդիկ տարուբերված ճոճոլվելով խավարի մեջ լույսը փնտրելով գան ու հասնեն Քրիստոսին եւ գան ու հասնեն քեզ որպես լույս եւ տեսնեն այն կյանքը, որ քո մեջ կա, ասեն ես էլ եմ ուզում այդ կյանքից։ Չգան հասնեն քեզ ու ասեն ուզում ենք երկուսով իրար հետ համոզանալ։ Ես միշտ ասում եմ, եթե տեսնում ես մեկը ինքնասպան է լինում, ինչ որ մոստից փորձում է իրան գցի, եթե փորձում ես գնաս իրան օգնես, հոգեբանական այդ ճնշումից դուրս անես ու գնում ես իրան օգնության հասնելու, ինքը պատմում է իր խնդիրները, ամեն խնդիրները պատմում է, քո ներսը ծանրանում է, ասում ես արի եղբայր երկուսով գնանք, որովհետև ես էլ այս նույն խնդիրներն ունեմ։ Այսինքն, եթե ես ուզում եմ փորձեմ օգնել մարդկանց, խնդիրները լսի, մի քցի քո ներսը ծանրացրա։ Ամեն ինչ այդ լսելու ընթացքում բերենք Աստծո ներկայության մեջ։ Այսօր գրվանը հեռացնում ենք, լույսը դնում ենք ճրագակալի վրա, անհամ աղը զտում ենք, որ այդ աղը մեզ լույս տա։ Ամեն։ Սրանով կարող ենք անհամությանը հարված հասցնել։
Երկրորդ Կորինթացիների 2:15 եւ առաջին Թեսաղոնիկեցիների վերջացնում ենք։ 5:5-ն ասում է. մենք լույսի որդիներն ենք եւ Քրիստոսի անուշոտը։ Մենք լույսի որդիներն ենք եւ Քրիստոսի անուշոտը։ Հարցը ամեն մեկը սա անձնական է, անհատական է։ Եթե ես լույսի որդի եմ, ինչպես եմ լույս տալիս ես երկրի վրա։ Իմ աչքի լույսը խամրել է, իմ լույսը երեսի գնացել է։ Այսպիսի մի արտահայտություն կար թվոց 6-րդ գլխի մեջ ասում է, որ կորշնեք իրան ու ասեք թող Աստված իր երեսի լույսը փայլեցնի ձեր վրա։ Եվ այսօր աղոթում ենք, որ Աստծո լույսը, երեսի լույսը ավելիով փայլի մեր կյանքի վրա։ Սրանով ենք մենք աշխարհին կարողանում հակառակվել։ Աստծո որդիները Աստծո լույսն է երկրի վրա։ Աստծո խոսքն են ուղարկված երկրի վրա։ Եվ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, որ կարողանանք համ աշխարհը համով լեցնենք։ Շատ բաներ ունեմ խոսելու եւ ասելու, բայց մի 5 րոպե ժամանակ տվեք եւ կավարտենք։ Ֆիլիպեցիների 2:14-15-ն ասում է. ամեն բան առանց տրտունջի թող լինի։ Ամեն բան առանց տրտունջի եւ առանց վիճաբանության։ Նպատակ ասում, որպեսզի անարատ եւ անմեղադրելի լինեք Աստծո իսկական որդիներ, անբիծ վարքով ապրեք ապականված եւ այլասերված աշխարհի մեջ։ Նրանց մեջ եղեք աստղերի պես, որոնք կփայլեն երկնակամարի վրա, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհին լույս տվողներ։ Առաքյալը սա շատ լավ էր հասկանում, Ֆիլիպեցիների եկեղեցին ասում էր. առանց վիճաբանություններ ինչ որ կանեք, առանց տրտունջի արմատը գիտեք որն է, որտեղից է գալիս, չբավարարվելու ցանկությունը։ Անապատում ինչու է ժողովուրդը տրտնջում ու բողոքում։ Իրանց ներսում մի տեղ կար, որ չէին բավարարվում ջրից ու հացից։ Դրա համար բողոք էր բարձրանում եւ վիճաբանություն էր տեղի ունենում Աստծո առաջին ժողովրդի մեջ եւ մեջտեղում տուժում էր նաեւ Մովսեսը։ Եթե կա տրտունջ, աղն ու լույսը պակասել է մեր կյանքից։ Տրտունջը գալիս է մեր կյանքի մեջ ինչ որ մի բան պակասից, չբավարարվելու ցանկությունից։ Ասենք Տեր, ես ուզում եմ այդ բացը իմ կյանքի մեջ դու լրացնես։ Ամեն ինչ ուզում եմ բողոքը, տրտունջը, վիճաբանությունը իմ կյանքից հեռանա։ Ամեն։ Մենք աղ ենք եւ լույս տվողներ ենք։ Հիմի հաց տանք ինքներս մեզ։ Եթե այո լույս ենք, որտեղ է մեր լույսը։ Եթե աղ ենք, որտեղ է մեր աղը։ Եվ որտեղ ենք մենք այս աշխարհի մեջ, որ կարգավիճակի մեջ ենք։ Համը թուլացել, աղը կորցրել է իր ազդեցությունը մեր կյանքի մեջ, ազդեցությունը կորցրել ենք աշխարհի վրա, լույսը մարել է մեր կյանքի մեջ, այս աշխարհի մեջ մեր լույսը կորցրել ենք, գործեր, որ ժամանակին վազում ենք, անում ենք, փայլում էր եւ Աստված ուրախանում էր, ժողովուրդը փառավորում էր Աստծուն։ Հարցեր, սրանք հարցեր են, որ ես ու դու պիտի կարողանանք պատասխանել։ Որտեղ եմ ես այսօր։ Համ եմ տալիս, լույս եմ տալիս, թե հակառակը։ Ու եկեք այսօր կանգնենք Աստծո առաջին մեր ներսը քննելու։ Եկեք կանգնենք ու նրան երկրպագենք, որովհետև նա լույսի Աստված է։ Ամեն։ Նա ի սկզբանե բաժանեց խավարը լույսից, ի սկզբանե։ Եվ եկեք այդ սահմանները մենք չխախտենք։ Եվ ասենք փառք ես Տեր, որ մեր կյանքի մեջ սահման դրեցիր լույսի եւ խավարի։ Եվ Կորինթացիների մեջ էլ ասում է. ոչ մի մասնակցություն չունի լույսը խավարի հետ։ Ոչ մի մասնակցություն չունի, ամեն։ Եկեք որպես լույսի որդիներ կանգնենք ոտքի վրա եւ նրան ողաբանենք եւ ողջունենք։ Ասենք շնորհակալ եմ քո մեծ լույսի համար, շնորհակալ եմ քո շնորհքի համար։ Քո շնորհը ինձ իմ ներսը լուսավորում է։ Ամեն։